Պարոն Մամեջանյան, դուք դուրս եկաք հակակոռուպցիոն կոմիտեից, ինչպիսի իրավիճակ էր այնտեղ, խոսք տեսաք փաստաբաններին, պարոն Գրիգորյաններին։ Կամո Գրիգորյանը եւ Կարեն Գրիգորյանը, այսինքն Մարտուն Գրիգորյանի որդին եւ հայրը, այս պահին գտնվում են հակակոռուպցիոնում, միակ դեպքը, երբ ազգային ժողովի պատգամավորը չի կարող այցելել, դա քննչական գործողությունն է, այսպես կոչված եւ ինչպես եւ ես կանխատեսում էի, բնականաբար այդ պատճառաբանությամբ, որ քննչական գործողությունը արդեն իսկ մեկնարկել է, դա միակ դեպքն է, երբ ազգային ժողովի պատգամավորը չի կարող այցելել, այնպես որ իրավական տեսանկյունից սա է իրադրությունը, քննչական գործողությունը արդեն մեկնարկել է, քննչական գործողությանը փաստաբանները մեր ընկերների հետ են, կարգը հետևյալն է, եթե ես չեմ սխալվում, հարցաքննությանը պիտի հաջորդի անձնական խուզարկությունը ու դրանից հետո արդեն ընթացքը կամ դատարան կամ այստեղից ազատ արձակվել, ինչի վրա ես խիստ կասկածում եմ ու դե արդեն Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր տեսանյութ էր տարածել, որ իբր թե նախընտրական շիբին են հռել, բայց Գյումրիից օրինակ տեղեկացանք, որ դա եղել է շատ ավելի վաղ, քան քարոզարշավը կմեկնարկեր, քան ընտրություններ, այսինքն բարեկամի խնդրանքով Մարտուն Գրիգորյանի հայրը այդտեղ շիբին է հռել։ Տեսեք, պարոն Ֆարազյան, դուք փորձում եք տրամաբանություն գտնել, միտեղ որտեղ տրամաբանություն լինել չի կարող։ Այսինքն այն ինչ դուք եք ասում ընդհանրապես եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչքան փնթի է կարված այս գործընթացը։ Թե չնենց իրանց այդ ամենը բացարձակ չի հետաքրքրում, իրանց հետաքրքրում է գործ կարել եւ հայրենասերներին խանգարել մարդկանց, ովքեր Գյումրիում հարգանք եւ պատիվ են վայելում, իրենց խանգարել ստանալ ժողովրդի քվեն։ Հիշեցնեմ, որ Կարեն Գրիգորյանը նաեւ հավաքանու տեխնացու է։ Այն ինչի մասին դուք խոսում եք, նորից զուգահեռ տանեմ Սարիկ Մինասյանի նկատմամբ ՔՊ-ի տեխնացուն նույն գործողությունը իրացրել է, դե այդ ամեն ինչի ես չեմ մեկնաբանում, այդ արդեն ծիծաղալու է։ Օրինակ դա բան չի, Մարտուն կաշառելու միջոց չի, երբ որ ասում է տարեց կնոջը, որ ձեր թաղումը սեղան կգցե։ Եկեք ուղղակի զուգահեռը տանենք, ուղղակի զուգահեռը նույն գործողությունը իրականացրել է Սարիկ Մինասյանը, պարզապես ինքը դա իրականացրել է համայնքի բյուջեի հաշվին։ Իրեն ոնց որ թե հակակոռուպցիոն չեն բերել։ Այսինքն մենք գործ ունենք արդեն մարազմի հետ, նույն գործողության համար Մարտուն Գրիգորյանի հորը եւ որդուն բերել են հակակոռուպցիոն, որոնք իրենց հաշվին իրականացրել են այս կամ այն գործողությունը, ինչպես նշեցիք, որևէ կապ չունեցող խնդրական գործընթացների հետ, այդ թվում նաեւ ամսաթվերի տեսանկյունից, ինչքան ես գիտեմ։ Իսկ Սարիկ Մինասյանը այդ նույնը արել է համայնքային բյուջեի հաշվից, իսկ ինքը հիմա ինչ որ հասունից է տալիս, ոնց որ թե։ Սա է իրողությունը, պիտի սպասենք, թե ինչպես են դեպքերը զարգանում, ես այստեղ եմ մնալու, հենց որ քննչական գործողությունը եւ մյուս ընթացակարգերը ավարտվեն, փորձեմ տեսնակցել մեր ընկերներին։ Այս ամենը ինչ այսօր կատարվեց Գյումրիում, ինչի մասին է խոսում, քաղաքացիական պայմանագրի վախերի, թե Այս ամենը խոսում է նրա մասին, որ ԿՊ-ն արդեն պարտվել է Գյումրիում։ Պարոն Մարկարյանի անձեռնմխելիության հետևից հաղթահարելու պարոն Մարկարյանի անձեռնմխելիության արգելքը, իսկ Գյումրիում նույն ժամանակ մեր ֆրակցիայի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորը եւ որդուն ձերբակալում էին։ Շնորհավորում եմ, սա Նիկոլ Փաշինյանի Հայաստանն։ Շնորհակալ եմ։